Այսօր 2015 թվականի հունվարի 13-ն է։ Ըստ հին տոմարի նոր տարին մենք նշել ենք հենց այսօր։ Օրվա խորհուրդը եւ ավանդույթը պահպանելով նշում ենք եւ այսօր իբրև հին նոր տարի։ Սա ընտանեկան ջերմ տոն է եւ այդ առիթով մեզ մոտ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի օրինաց երկիր խմբակցության քարտուղար, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ, փիլիսոփա քաղաքագիտության տեխնացու Մհեր Շահգելդյանը եւ իր շատ գեղեցիկ ընտանիքը։ Ես սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել բոլորին։ Ուրեմն մեզ հետ է նաև Լեոն Շահգելդյան, ողջույն, շնորհակալություն, որ մեզ հետ ես։ Մեզ հետ է Լիլիթ Արաքելյան, շատ հաճելի է, որ մեզ մոտ եք, եւ Արամը Շահգելդյան, ողջույն։ Շատ հաճելի է, որ մեզ մոտ եք, տոնը ընտանեկան է, ջերմմթնոլորտ է միշտ ամանորի տոներին, եւ պարոն Շահգելդյան, ինչպիսին էր անցյալ տարին եւ ինչպես դիմավորեցիք նոր տարին։ Անցյալ տարին բավականաչափ հագեցած էր երևի բոլոր առումներով, իրապես շատ հետաքրքիր տարի էր եւ երկրի համար եւ մեզ համար ընդունվեցին որոշումներ, Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, մենք մեր կուսակցությունը գնաց ընդդիմադիր դաշտ շարունակելու քաղաքականությունը այն ծրագրերի համար, որոնք մենք տեսնում ենք եւ ուզում ենք անել, քաղաքական գործընթացներն են շատ հետաքրքիր եւ բոլոր ուղղություններով իմ խորին համոզմամբ ամանորը, ինչպես դուք ասացիք, ընտանեկան տոն է եւ մենք դիմավորեցինք ընտանիքով մեր ընկերների հետ։ Սա մի ուրախություն է ինձ համար, ես մանուկ հասակից սիրել եմ ամանորը եւ սիրում եմ նաեւ հիմա եւ երևի իմ ամբողջ կյանքի ընթացքում կլինի միգուցե իմ ամենասիրված տոներից մեկը։ Նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ մշտապես տանն եք դիմավորում։ Մշտապես տանն ենք դիմավորում։ Հայաստանում տանը, ընդ որում դա իմ հայրական տունն է, տուն, որը ստացել է դեռևս իմ պապը իր աշխատանքի ընթացքում եւ ընտանեկան ավանդույթները այդ տանը կարծես պատերի մեջ են։ Շատ լավ է, շատ։ Լիլիթ, ես կուզեի, որ տանտիկին ասեր նախապատրաստության մասին, այդ հոգսերով է տանում տանը, ով է վերցնում իր ուսերին եւ օգնում է արդյոք ձեր ամուսինը այդ գործում եւ ընդհանրապես նախատոնական էս եռուզերը մենակ եք կրում ձեր ուսերին, թե ոչ։ Բացեք գաղտնիքները, խնդրում եմ հենց այսօր, հենց այստեղ։ Ամանորը այնքան սպասված տոն է մանավանդ երեխաների համար, մենք էլ ենք շատ սիրում ամանորը, հիմնական եռուզերին պատրաստում ենք ընտանիքով, եւ երեխաներն են մասնակցում, եւ ես, եւ ամուսինս, եւ շատ է օգնում ամուսնուս մայրիկը, մենք երկուսով իհարկե որպես կին կարողանում ենք պատրաստել եւ սեղանը։ Երկու կին խոհանոցում։ Այո, համերաշ, սիրով, այո, սիրով համերաշխորեն պատրաստում ենք ամեն ինչը մեր ձեռքերով, նախընտրում ենք ամեն ինչը մեր ձեռքերով պատրաստել։ Երևի Լիլիթը մի քիչ ճիշտ չի ասում, ես համարյա մասնակցություն չունեմ ամանորյա եռուզերին, իհարկե իրական ճշմարտություն է, համարյա մասնակցություն չունեմ, եթե ունեմ էլ երևի 1-2% հասիվ, այն ինչ որ վերաբերվում է դրսի ֆինանսավորմանը, ավելի շատ։ Այդ միայն մասնակցություն, իսկ երեխաները մասնակցում են ինչ-որ գործընթացների, ինչ-որ բաներ անում են։ Օրինակ իմ Արամն է տոնածառը գնել, բերել եւ այսօր այս տարի երկու եղբայրներով իրենք են զարդարել, խաղալիքները ընտրել, զարդարել, մեծ աշխատանք են կատարել։ Լեոն, դու զբաղվեցիր տոնածառով։ Եվ քո ճաշակով, թե Արամի ճաշակը իրար հետ։ Ահա, իսկ Արամ դու հաճույքով ես անում այդ գործերը։ Այո։ Երկուսով ենք անում եւ շատ հաճելի է, ուրախ։ Լավ է, քեզ դուր է գալիս։ Ես ուրախ եմ, որ երեխաներին դուր է գալիս այդ նախատոնական այդ եռուզերը, իսկ ուտեստներից ինչն է, որ ամեն տարի պարտադիր դուք ունենում եք ձեր սեղանին, կա այդպիսի մի բան։ Ըստ ավանդաբար հայկական, մենք գերադասում ենք հայկական ուտելիքները, դնում ենք հայկական ուտելիքներ, աղցանները, որևէ բան չկա, որ պարտադիր է տանը, որ լինի նոր տարվա սեղանին։ Չէ, չկա այդպիսի բան։ Ինչպես միշտ ամեն տարի դնում ենք եւ պարտադիր, որ Հասկացա, իսկ Լիլիթ հետաքրքիր է, պարոն Շահգելդյանը, ում պատրաստածն է նախընտրում, ձեր, թե իր մայրիկի։ Երկուսիս երևի։ Իսկապես, պարոն Շահգելդյան։ Իսկապես, մոր պատրաստածը դա բնականաբար մանկության հիշողություններն են, դա այն է ինչով դու ապրել ես, բայց հիմա ես կարծում եմ, որ այդ համերաշխության մասին, որ խոսում է, փոխլրացնող է, մի քիչ ավելի իհարկե սիրում եմ մորս պատրաստածները, ինչպես եւ ամեն մի տղամարդ միգուցե։ Այո, իհարկե, եւ ինչպես ամեն մի կին։ Միգուցե, բայց ասեմ, որ Լիլիթի պատրաստած թխվածքները շատ եմ սիրում։
Փոքրիկ գաղտնիքներ ենք բացել։ Այո, շատ հաճելի է։ Լեո, ինձ ասա, խնդրեմ, դու այս տոնի մեջ ինչն ես ամենից շատ սիրում։ Ինչն է քեզ գրավում։ Սիրում եմ, երբ շատ հյուրեր ենք ունենում, անակնկալ նվերները եւ ձմեռ պապիկի նվերը։ Լավ, հիմա դու քանի տարեկան ես։ 10 տարեկան ես։ Լավ, ձմեռ պապու հետ լավ հարաբերությունների մեջ ես։ Այո, եւ նվերներ ստանում ես։ Այո։ Լավ, իսկ ինչպես է դա կատարվում, դու ասում ես, գրում ես, փոխանցում են քո կողմից, հաղորդում են, ինչպես է կատարվում այդ process-ը։ Ես քեզ անկեղծ ասեմ, որ իմ աղջիկը, որը քո տարիքին է, նա նամակ է գրում ձմեռ պապուն։ Հիմա դու ինչպես ես հաղորդակցվում։ Մինչև 9 տարեկանը ես նամակ էի գրում, բայց այս վերջին տարվա ընթացքում չգրեցի։ Դա արդեն անակնկալ եղավ։ Անակնկալ բերվում է նվերը։ Այո, այս տարի անակնկալ է։ Բախտդ բերում է, ասեմ, Երանի քեզ։ Արամ, քեզ մոտ ինչպես է, դու գրում ես դեռ ձմեռ պապու։ Դեռ գրում ես։ Եվ նվերները գալիս են։ Այո։ Քեզ էլ եմ շնորհավորում, շատ լավ է։ Ես նախանձում եմ ձեզ, ասեմ։ Բայց ոչ այդքան են հավատում արդեն ձմեռ պապին, մասնավորապես Արամը, բայց դեռ ինչ որ հավատ մնացել է։ Այո, եւ դե լավ է։ Կարծում եմ, ինչքան երկար հավատանք ձմեռ պապի գոյությանը, այնքան շատ ավելի նվերներ կունենանք։ Ես հարցրեցի ուտեստի մասին, իսկ ավանդույթներ կան տանը նոր տարվա հետ կապված, որ պահպանում եք, անում եք։ Նոր տարվա ավանդույթը մեզ մոտ դա հենց ավանդապաշտությունն է։ Մինչ ամուսնանալը իմ հայրական ընտանիքում նույնպես մենք տոնում էինք ամանորը ընտանիքի հետ, բարեկամներ, ընկերներ, եւ ուրախ եմ, որ ամուսնանալուց հետո ամուսնուս ընտանիքում նույնպես շարունակվեց նմանատիպ։ Սա որպես ավանդույթ է։ Այո, դա որպես ավանդույթ է։ Այո, պարոն Շարգելյան, ընկերների շրջապատում այդպես եք անցկացնում։ Որպես կանոն ավանդական մենք ամանորը դիմավորում ենք տանը, այնուհետև հավաքվում ենք կուսակցական ընկերներով։ Իսկ կան ընկերներ, ովքեր գալիս են մանկուց։ Այո, իհարկե կան, ինչպես ես ասացի, արդեն ամանորյա առավոտը կամ գիշերվա երկրորդ հատվածը հավաքվում են կուսակցությունով, առանձին տարիներ են եղել, որ չեն եղել։ Դրանից բացի իմ մանկության ընկերներն են, ցավոք շատերը արտասահմանում են այսօր, ինչպես մեր ժողովրդի մեծ մասը եւ հատկապես այս ծանր տարին շատերին նորից ստիպեց բռնել արտագաղթի ճանապարհը, բայց ես սիրում եմ, երբ որ իմ հին ընկերներն են լինում, այն մարդիկ, որոնք ժամանակով ի պաշտոն է, պետք է գան, շնորհավորեն, դա էլ է անհրաժեշտ, բայց հիմնականը միշտ այն ընկերներն են, որոնք տարիներ շարունակ քո հետ են, նրանց ընտանիքները, երեխաները, մի մասը մեծացել են, մի մասը փոքր են, հասակակից են, եւ այստեղից է գալիս այդ հոգու ջերմությունը, որի կարիքը մենք այսօր ներողություն այս մարդկային դեֆիցիտի դարում մենք ունենք դա։ Այո, ցավոք սրտի դուք ճիշտ եք, այո։ Բայց սիրում եմ, երբ որ մեր հին ընկերների հետ մենք շփվում ենք։ Իհարկե, դա հաճելի բան է։ Լիլիթ, պարոն Շարգելյանը ծանոթ է բոլորիս, ճանաչում ենք որպես կուսակցական, քաղաքական գործիչ եւ շատ հետաքրքիր է։ Բոլորին չեմ թաքցնի, թե ինչպիսին է նա ընտանիքում, ինչպիսի հայր է, ինչպիսի ամուսին եւ ընդհանրապես կենցաղում ինչպիսի մարդ է։ Շատ հավասարակշռված, ծնողասեր, նվիրված իր ընտանիքին, ընտանիքում նույնպես երևի ավելի շատ, քան դրսում, որտեղ արդեն ընտանիքում, արդեն իր երեխաների հետ շատ բաներ կան, որոնք ես արգելում եմ երեխաներին, լինելով նրանց հետ ամեն օր տեսնելով, բայց հայրը Դե տղամարդիկ այդպիսին են, իրենք ամեն ինչ թույլ են տալիս, թողնելով ծանր բեռը կանանց վրա։ Նա ընկեր է, իր երեխաների համար, որդիների համար իսկական ընկեր է։ Եվ դա լավ է, չէ, պարոն Շարգելյան։ Ես կարծում եմ, իհարկե, բնականաբար դա շատ ճիշտ է։ Սա մի օազիս է, որտեղ դուք կարող եք։ Համաձայն եմ։ Երևի կյանքի մեծ մասը կամ ժամանակի մեծ մասը մենք եւ իմ կուսակցական ընկերները, Արտուր Բաղդասարյանը, մեր կուսակցության նախագահ, հանց ենք անցնում կուսակցությունում եւ ընտանիքը մեզ ավելի քիչ է տեսնում։ Երբ որ դու գնում ես ընտանիք, փորձում ես հնարավորինս ավելին անել այն շատ քիչ շփման ժամանակները, որը կա եւ սա շատ կարեւոր է։ Մենք իսկապես ընկեր ենք, իհարկե մնալով որպես հայր, որպես մեծ, բայց այդպես էլ կմեծանան, ես հույս ունեմ։ Դա Աստված, Լեո, ինչ նախասիրություններ ունես, ինչ ես սիրում, ինչով ես զբաղվում։ Մի քիչ պատմիր ինձ, հա։ Իմ սիրելի զբաղմունքն է դպրոցում սովորելը, նախասիրություններս են գիրք կարդալը, շախմատ խաղալը եւ սպորտով
Նաև սպորտով ես զբաղվում։ Կարատեով զբաղվել եմ։ Կարդում ես փաստորեն։ Այո։ Իսկապես կարդում ես։ Այո։ Եվ դուր է գալիս դա քեզ։ Արկածային գրքերը։ Արկածային գրադարան ես կարդում։ Լավ, Արամ, ես գիտեմ նախնական զրույցում դու ասացիր, որ նկարում ես, զբաղվում ես։ Համենայն դեպս դուր է գալիս քեզ։ Եվ ինչ որ պլաններ ունես հետագայի հետ կապված նկարիչ դառնալու հետ, թե չէ, դեռ չես կողմնորոշվել։ Դժվար է, չէ։ Ես քեզ հասկանում եմ, դժվար է։ Լեո, մայրիկն ասաց, որ շատ ավելի խստապահանջ է ձեր նկատմամբ, քան հայրիկը, դա այդպես է։ Այո։ 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 Եվ ինչու։ Ինչ ես կարծում։ Հայրիկն ամեն ինչ թույլ է տալիս, ձեզ։ Ամեն ինչ։ Համարյա ամեն ինչ։ Այո։ Համարյա ամեն ինչ։ Իսկ մայրիկը խիստ է։ Այո։ Մայրիկն է զբաղվում ամբողջ օրը ձեզնով, չէ։ Այո։ Լավ։ Լեո, իսկ սիրելի հերոս ունես, ում կուզեիր նմանվել։ Դերասանների։ Կապ չունի դերասան, հերոս, մարդ։ Որևէ մեկը, ում կուզեիր մեծանալ եւ նմանվել։ Այլ լինել այնպիսին, ինչպիսին նա է։ Կցանկանալ լինել իմ պապիկի հայրիկի նման։ Եվ պապիկիդ եւ հայրիկիդ։ Չէ, իմ պապիկի հայրիկի նման։ Ինչու։ Դե նա շատ քաջ է եղել, ձիու վրա պատերազմի է մասնակցել։ Դե իմ դուրը գալիս է, երբ որ պատմում են նրա մասին։ Ապրես դու։ Պարոն Շահգելդյան, երեխաները տարբեր են իրենց բնավորությամբ, ես արդեն նախնական զրույցի ժամանակ էլ զգացի։ Դուք մարդկային որ տեսակը կուզենայիք, որպեսզի լինեին ձեր երեխաները, ինչպիսի քաղաքացի լինեին, եւ սրա հետ միասին ասացեք ինձ խնդրեմ, վաղվա օրն ինչպիսին եք պատկերացնում։ Շատ բարդ հարց եք։ Մենք յուրաքանչյուրս մեր տանը մեծացնում ենք մեր երկրի վաղվա օրը։ Այո։ Եվ մեր լուման ենք դնում այդ վաղվա օրվա մեջ, թեկուզ եւ մեր երեխաների դաստիարակության գործում։ Այո։ Այ ինչպիսին դուք կուզեիք տեսնել։ Բարդ հարց եք տալիս իրապես, որովհետեւ նախ եւ առաջ մենք ելնում ենք այսօրվա օրից, որը խնդրահարույց է նաեւ երեխաների համար, ապագայի համար, բայց ես կցանկանայի, որ նրանք իրապես լինեին լավ մարդիկ, ճիշտ մարդիկ, իրենց մտածելակերպի մեջ, իրենց քայլերի մեջ, իրենց գործողությունների մեջ, իրենց հարաբերությունների մեջ նրանք պետք է կարողանան լինեն ճիշտ մարդ եւ ճիշտ կառուցել հարաբերությունները։ Հեշտ է արդյոք։ Շատ դժվար է։ Եվ հեշտ է արդյոք այդպիսի մարդուն։ Շատ դժվար է, այդպիսի մարդու համար դժվար է, բայց պետք է այդպիսին լինել իմ խորին համոզմամբ, որովհետեւ ամեն ինչը տրված է մարդուն մի անգամ է տրված եւ նրանք մարդը պետք է այդպես կառուցի։ Փոքր են դեռևս, ճիշտ մարդ պետք է լինեն մարդիկ, որոնք իսկապես հայրենիքի պատկերացումը իրենց մեջ լինի, արյան լինի եւ պետք է լինեն մարդիկ, որոնք նաեւ ակտիվ են։ Պետք է աշխատեն իրենց համար, իրենց վրա, իհարկե կարողանան առաջ գնալ, ունենալ հնարավորություններ շփման մեջ, հնարավորություններ աջակցելու, հնարավորություններ սեփական դիրքը եւ տեղը ունենալու, դրա հետ միասին, նորից եմ ուզում ասեմ, իրենք պետք է պատկերացնեն ինչ է նշանակում երկիր, հայրենիք, պետություն, մարդ, հարաբերություններ եւ ահա այս ամեն ինչի մեջ եմ ես ուզում իրենց տեսնել։ Պլյուս աշխարհը մեծանում է, այսօր գլոբալիզացվող աշխարհ է, իրենք ունեն ընկերներ, որոնք այսօր աշխարհի տարբեր երկրներում իրենց ծնողների հետ են ապրում եւ իրենք լինելով հայրենասեր, ես ուզում եմ, որ իրենք լինեն աշխարհի մարդ։ Ունենան զգան աշխարհի զարկերակը, հասկանալով իրենց հողը, իրենց ջուրը, իրենց երկիրը եւ իրենց արմատները, բայց լինեն միաժամանակ ժամանակակից մտածելակերպով, ճկուն մտածելակերպով, որը խիստ անհրաժեշտ է։ Ինչպես կստացվի սրա համադրությունը, դա արդեն Աստված կտա։ Եվ ես ուզում եմ, որ նաեւ իրենք կարողանան որոշում ընդունել։ Իրենք պետք է կարողանան ընդունել որոշում, հաշվել եւ ունենալ, որ միգուցե ստանալ, ձեռք բերել որոշման պատասխանատվության զգացողություն։ Նաև որպես տղամարդ։ Մենք այդպեսին դասարակում ենք մեր երեխաներին։ Գիտեք, շատ ընդհանրական է միգուցե մեկը, այո, մեկը ոչ։ Մենք հայերս երբեմն մեզ ասում են ավելի շատ հնարավորություն տվեք, թող իրենք գնան, սովորեն, ընդունվեն։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Երեխայի կողքը պետք է կանգնել մինչև այնտեղ, որտեղ նա դրա կարիք ունի։ Հարցը այն չի, որ ձեռքից քաշ տալով տանես, բայց այդ լույսը պետք է վառես, մթնոլորտը պետք է ստեղծես։ Սա մեր հայկական այն ավանդույթներից է, որոնց ես կարծում եմ, որ պետք է պահպանել։ Եվ այդ միասնականության զգացողությունը իհարկե պետք է դժվարություն հաղթահարեն եւ պայքարեն, որտեղ վերջիվերջո տղամարդը պայքարի համար է ստեղծված։ Եվ կյանքը պայքար է։ Միանշանակ կյանքը պայքար է, բայց դրա հետ միասին անհրաժեշտ է քայլել նրանց հետ։
Լիլիթ, ես նախնական զրույցի ընթացքում իմացա, որ չեք աշխատում եւ ամբողջովին ձեզ նվիրել եք ընտանիքին, երեխաներին։ Այո։ Եվ ինձ այնքան ջերմությամբ եք ինձ դա պատմում, որ երեխաները շնորհակալ են եւ դա ինձ երջանկություն է բարգեվում։ Իսկ երբեմն չեք զգում ինչ որ բան կորցրած, թողած։ Ճիշտ ասած հիմա ամեն մի վայրկյանը փորձում եմ ես անցկացնել երեխաների հետ, ինչքան որ մեծանում են, ես ինքս եմ նրանց կարիք Դուք մասնագիտությամբ ես ավարտել եմ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական բաժինը, աշխատել եմ, միշտ աշխատել եմ մինչև երեխաների ծնունդը, իսկ հիմա ինձ ամբողջովին իսկապես նվիրել եմ երեխաներին եւ գոհ եք դրանից եւ երջանիկ։ Այո, երջանիկ եմ։ Ես ինքս եմ զգում նրանց կարիքը։ Ուզում եմ իմ ամեն մի վայրկյանը նրանց կողքին լինի, սովորացնել այն ինչ կարող եմ, նրանցից նաև սովորել, նրանք էլ են շատ բան տալիս ինձ։ Շատ լավ է սա մեծագույն երջանկություն է կնոջ համար եւ երբ նա ինքն իրեն ինքնաբավ է զգում։ Պարոն Շարգելյան, իսկ այս հին նոր տարին դիմավորելու ինչ որ ավանդույթներ ունեք, տոնում եք։ Միանշանակ միշտ տոնում ենք։ Առաջ երբ մենք փոքր էինք, նույնիսկ ինչ որ ուտեստներ գալիս էին, այն նոր տարուց կպչում էին այս, չէ, հին տոմարին, այո, եւ մեծ էլի շուկով նշում ենք։ Հիմա մի քիչ դա այսպես բան է եղել, կարծում եմ։ Գիտեք, նախ մենք պետք է հասկանանք, որ մի քիչ ավանդույթները փոխվել են այն իմաստով, որ պասի խնդիրն է ավելի շատ այսպես ներմուծվում միգուցե վերջին տարիների ընթացքում, չնայած ես չեմ կարծում, որ բոլորս կարողանում ենք դա պահպանել, բայց տարեց տարի սա ավելանում է եւ շատանում է եւ դա ճիշտը դա կլինի։ Ամանորյա ավանդույթը երևի հենց այդ գիշերն է, բոլորը միասին երբ որ բաժակ են բարձրացնում եւ միմյանց աչքերին են նայում ընտանիքում, ինչ որ բան են ցանկանում։ Իսկ ահա հին տոմարով տոնելը դա կարծես թե վերջին ակորդն է եւ դու շատ ափսոսում ես, երբ որ այդ օրը վերջացավ։ Հա, մուլտի մեջ երգ կար, չէ, որ ծննդյան օրը մշտապես լիներ։ Հիմա երբեմն ափսոսում ես, որ իսկ ինչու ավարտվեց, իսկ ինչու վերջացավ, բայց նույն ավանդական, ավելի շատ մեր ավանդույթների, ավելի շատ եկեղեցական տոների, եկեղեցական ավանդույթի ազդեցությունը եւ կրոնական դոգմաները պահպանելու ձգտումը ավելի եւ ավելի է ավելանում իհարկե։ Եվ դա լավ է, իսկ ինչու ոչ։ Այո, իսկ ինչու ոչ։ Ընդհանրապես ձմեռային հանգիստ ունենում եք։ Մեկնում եք որևէ տեղ, քաղաքից դուրս, ձմեռային, ոչ ամառային։ Պատահել է, որ ձմեռային մի քանի օրով մենք մեկնել ենք, բայց ոչ ընտանիքով բոլորդ միասին։ Ընտանիքով, այո, մենք։ Իսկ ընդհանրապես հանգստանալ դա նշանակում է երեխաների հետ հանգստանալ, թե երեխաներից հանգստանալ։ Երեխաների հետ հանգստանալ։ Երեխաների հետ, այո, միանշանակ։ Պարոն Շարգելյան, այո, մի անգամ ես ասել, որ Լեոնին թողել ենք, մենք երեքով մեկնել ենք եւ դրանից հետո ես ինքս երթվել եմ եւ ասել եմ, որ քեզ այլևս չեմ թողնի։ Հիշում ես դա։ Փոքրիկ է եղել, չես հիշում։ Մենք Արամի հետ գնացինք, մեկնեցինք Ֆրանսիա Փարիզում էինք եւ չկարողացանք Լեոնին տանել փոքր էր դեռևս, մինչեւ հիմա մեզ հիշեցնում է։ Այո։ Պարոն Շարգելյան, իսկ կուսակցական առումով ինչպիսին էր տարին ընդհանրապես։ Դեք շատ հետաքրքիր տարի էր։ Ինչ որ բաներ։ Այո, հետաքրքիր տարի էր շատ, կուսակցական առումով երկու ուղղությամբ երևի կարելի է շեշտադրումները կատարել։ Մեկը դա, որ իսկայնապես օրինաց երկիրը դուրս եկավ դիմադիր դաշտ եւ որպես ընդդիմադիր կուսակցություն այսօր մենք ձևավորեցինք մեր քաղաքական օրակարգը, որից իհարկե ներառված են շատ բաներ այն ծրագրերից, որոնք կային, որովհետև մենք մշտապես մեր ծրագրերով ենք առաջնորդվել եւ այսօր արդեն ավելի շատ ոչ կոալիցիոն կազմով այս ծրագրերի համար պետք է պայքարենք եւ այս վերջին հատվածում ավելի, այսպես ասենք, ակտիվությունը շատ խնդիրների լուծումը մենք տեսնում ենք եւ համագործակցություն տարբեր քաղաքական ուժերի հետ մեզ ցույց է տալիս, որ կարելի է շատ բան անել իրականում նախկինում էլ վստահ էինք դրա վրա, բայց հիմա նաեւ այդ ժամանակահատվածը նույն կուսակցական առումով մենք տեսանք եւ հասկացանք մարդկանց աջակցությունը տարբեր ուղղություններով եկան նոր մարդիկ կուսակցական կազմակերպչական աշխատանքը տեղերում ավելի ակտիվ եղավ տեսեք ամանորը շփման տեղ է մենք խոսում ենք հին ընկերների մասին հին ընկերների հետ շատ ավելի քիչ է ժամանակ լինում շփվելու որովհետև մենք ունենք մեծ քանակի կուսակցական ընկերներ ես նաև տարածքային կազմակերպության պատասխանատու եմ եւ այս մարդկանց հետ տարիներ շարունակ մենք պայքարի ընկերներ ենք մենք իրար տուն ենք գնում գալիս մեր փոխադարձ մեր ընտանիքները
կարծես փող շահկապված են, ասենք ինձ համար իմ կուսակցական ընկերների երեխաները դրանք իմ երեխաներն են, նույնը ես համոզված եմ նաև իրենք են այդպես մտածում։ Եվ այս հոգեբանությունը մենք տանում ենք առաջ։ Երկրորդ երևի կարևորագույն խնդիրներից մեկը սա նաև այն տեսլականն է, որը մենք եւ ձևավորել ենք եւ այսօր եւս մեկ անգամ փորձարկեցինք ապագա քաղաքական զարգացումների տեսանկյունից։ Հայաստանի համար իհարկե սա յուրահատուկ տարի էր, որովհետև ըստ էության եւ կառավարության փոփոխություն եղավ, եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մեջ մտավ, եւ վերջին օրերի ժամանակահատվածում այս դոլար-դրամ հարաբերությունների տատանումը, մարդկանց սոցիալական խնդիրները կարծես նոր փուլ են ստեղծել, եւ մենք այսօր այս փուլը վերցնելով պետք է սրա պրագմատիզմը հասկանալով, սրա լուծումները հասկանալով պետք է գնանք առաջ։ Սա մեր կուսակցության բարդ է, բայց գիտեք, քաղաքականության մեջ, պետականակերտման մեջ հեշտ բաներ չկան։ Ես համոզված եմ դրա մեջ։ Միգուցե ինչ որ միտեղ, որտեղ նավթի վրա նստած պետություններ են, այնտեղ շատ ավելի այլ է։ Այնտեղ որտեղ դու եւ պայքարում ես, եւ ուրեմն ժողովրդավարություն ես փորձում կառուցել, եւ սփյուռքի խնդիրներ ունես, եւ ոչ ստաբիլ տարածաշրջանում ես, դա շատ դժվար է։ Բայց դա առաքելություն է նաև, որ ամեն մի քաղաքական գործիչ պետք է զգա։ Չզգաց, ուրեմն նա գործ չունի այդտեղ։ Լեո, դու քեզ հետաքրքրում է, չէ՞ քաղաքականությունը։ Ես գիտեմ։ Եվ ինչ։ Ինչ ես մտածում։ Մայրիկդ ասաց, որ դու հետևում ես նախագահական բոլոր ելույթներին, քաղաքականության մեջ ինչ որ հետաքրքրություններ ես գտնում։ Այդտեղ քեզ գրավում է։ Այո։ Ահա։ Գուցե հետո դառնաս քաղաքական գործիչ, ինչ ես ասում։ Այսինքն դա էլ ուզում եմ դառնալ։ Դա էլ ուզում ես անել։ Ահա։ Հետո խոսի մի քիչ քաղաքականությունից։ Ճանապարհն եմ ուզում շարունակել։ Ուզում ես շարունակել։ Այո։ Ահա։ Եվ ի՞նչն է քեզ գրավում քաղաքականության մեջ։ Գուցե քեզ գրավում է որոշումներ կայացնելու հնարավորությունը, մարդկանց վրա ազդելու, երկրի զարգացման վրա ազդելու հնարավորությունը։ Երկրի զարգացման վրա։ Ապրես Լեո, ես հպարտանում եմ քեզնով։ Ասեմ, ես հիացած եմ քեզնով։ Ապրես։ Լիլիթ, ձեզ չի խանգարում ձեր ամուսնու կուսակցական լինելը, կուսակցությանն այսքան նվիրված լինելը։ Չի ազդում ձեր նյարդերի վրա երբեմն, այ մենք կանայք միշտ գտնում ենք մի բան, որ ազդում է մեր նյարդերի վրա երբեմն։ Մի փոքր, երբ մեր ամուսինները ուշ են գալիս, ժողովի են, զբաղված են, ինչ որ ընկերական հանդիպումներ, քննարկումներ եւ այլն։ Մինչ ամուսնանալը մեր ինձ զգուշացրեց, որ ինքս քաղաքական գործիչ է, գիշերները ուշ կգա, բայց գիշերները կգա տուն։ Հիմա մենք անհամբերությամբ ենք ճիշտ ասած սպասում, թե երբ է գալու տուն։ Եվ չի զայրացնում սա։ Իսկապես չի բոլորովին չի զայրացնում։ Պարզապես անհամբեր սպասում ենք, թե երբ է գալու տուն։ Պարոն Շագելձյան, դուք չեք նեղվում, որ քիչ եք լինում տանը, ասացիք, որ քիչ ժամանակ եք ձեր կնոջը երեխաներին, քիչ ժամանակ եք նվիրում, ավելի շատ կուսակցական գործեր։ Ես հասկանում եմ, դա այդպես էլ պետք է լինի, բայց այնուամենայնիվ, որպես մարդ ձեր մեջ ինչ որ մեղքի զգացում զգում եք, ունեք։ Գիտեք, նեղվելը չեմ նեղվում իհարկե, որովհետև մեր ընտանիքում եւ իմ ծնողները եւ Լիլիթը եւ երեխաները կարծես թե մենք ամբողջությամբ դրա մեջ ենք։ Այսինքն այնպես չի, որ ես դրա մեջ եմ, իրենք դրա մեջ չեն, քանի որ բոլորս ենք դրա մեջ եւ ես նաեւ տեսնում եմ, որ իրենք շատ լավ հասկանում են այդ ծանրաբեռնվածությունը, ինչ որ հոգու հանգստություն կա այս առումով։ Իմ բախտը երևի բերել են նաեւ նրանից, որ իմ պապերը այդպես են եղել քաղաքականության մեջ, ռազմական ոլորտում, առողջապահության, մարդիկ այդպես աշխատել են։ Լիլիթի եղբայրները նույնպես ակտիվ մարդիկ են եւ մեր կուսակցության այնպես որ այս առումով հա իհարկե կցանկանա այո բոլորս նույն իմ ծնողները ակտիվություն են ցուցաբերել մասնակցել են կուսակցության ձևավորման ամբողջ գործընթացին, տարածքում են աշխատել, այսինքն ընտրական հանձնաժողովներում են եղել, այսինքն սա ամբողջություն է։ Մյուս կողմից ուղղակի խնդիր կա, որ իհարկե ցանկանում ես ավելի շատ շփվել, ավելի շատ տեսնել։ Երեխաներն ինչպես են մեծանում, ուզում ես մի քիչ ավելի շատ շփվել ծնողներիդ հետ, որովհետև տարիներ են անցնում են, ուզում ես այդ ջերմությունը մի քիչ ժամանակ գտնել ավելի, դա անում ենք երեկոյան, երևի ուշ եմ գալիս եւ բավականաչափ երկար հաճախ նստում ենք։ Երեխաները երբ որ դասի չեն, իրենք էլ են նստում եւ ես մեկ-մեկ փորձում եմ զայրանալ, հետո հասկանում եմ, որ ախր այս մարդիկ խնդիր ունեն։
Սա է իրականությունը եւ գիտեք մի գիտակցություն է կա թող դա բարձրադղորդ չհնչի, բայց մենք փորձում ենք կառուցել են ապագան, որը վերջի ուզում ենք շարժանգել այս երեխաներին։ Այսինքն փողով չի ամեն ինչը, կապիտալ չենք կուտակում, բայց փորձում ենք ստեղծել ինչ-որ մի բան, այդ նույն քաղաքական ժառանգությունը, որը թողնենք իրենց։ Պետությունը, երկիրը ավելի բաց, ավելի լավ, ավելի զարգացման հնարավորություններով, հաշվի առնելով այսօրվա խնդիրները, բայց ես ուրախ եմ, որ ինձ ըմբռնումով են մոտենում եւ իրենք բոլորը դրա մեջ են։ Եվ Արամը, եւ Լեոնը, եւ Լիլիթը, եւ իմ ծնողները, հայրս ու մայրս, եւ մեր շատ բարեկամներ, այդպես է։ Եվ դա լավ է, Լիլիթ, իսկ եթե հնարավորություն տրվի բարեմաղթանք ասելու ամբողջ ազգին, ինչ կցանկանաք։ Իհարկե առաջին հերթին դա խաղաղություն։ Եթե խաղաղություն լինի եւ համերաշխություն, եւ ցանկանում եմ եւ համերաշխություն, եւ սեր, երեխաներին երջանիկ մանկություն, ամենակարևորը։ Իսկ մեզ կանանց համբերություն։ Համբերություն իհարկե համբերություն։ Չի խանգարի, չէ՞, համբերությունը մեզ։ Այո, Արամ, եթե դու շնորհավորելու լինես քո ընկերներին, բոլորին, ծնողներիդ, ինչ կասես։ Խաղաղություն, որ նրանք միշտ լավ գերազանց գնահատականներ ստանան եւ ընդհանրապես ամեն ինչ լավ լինի, չէ՞։ Այո, Լեոն, դու։ Խաղաղություն, երկար տարիների կյանք։ Խաղաղությունը ինչ է դա, Լեոն։ Դա համերաշխություն է։ Համերաշխությունն է։ Համերաշխություն որտեղ եւ տանը, եւ բակում, չէ՞։ Եվ երկրում, Աշխարհում, այո, ճիշտ ես, նաև աշխարհում։ Լեոն, եթե քեզ հնարավորություն տրվեր ղեկավարելու։ Ինչը։ Ասեմ քեզ, անկեղծ ասեմ, ոչ թե ձեր տունը, բակը, ձեր փողոցը, այլ մեր երկիրը։ Այ վաղը հանկարծ արթնացար եւ ասում են Լեոն, դու ղեկավարիր մեզ, ինչ կանեիր առաջին հերթին։ Առաջին հերթին։ Այո։ Հին ժամանակը տենակ ինչ կլներ, երբ որ վատ բաները կհանեի։ Այո։ Չգիտեմ ինչ կլներ, այնտեղ վատ բաները կանեի, հետո նոր կշարունակեի լավերը անել։ Վատ քանդակներ։ Պարոն Շագելյան, երեխայի տրամաբանությունը իրենց մտածելու գերազանց է, վատ բաները կհանեի, հետո կտեսնեի ինչ կմնար եւ դրանով կսկսեի։ Ինչ է մեզ պետք երջանիկ լինելու համար։ Մեր ժողովրդին, ազգին, երկրին, քաղաքացուն։ Առաջինը երևի իսկապես խաղաղություն։ Խաղաղություն եւ անվտանգություն։ Առաջի հերթին ես շատ եմ ցանկանում, որ մեր սահմաններում զինվորներ չզոհվեն։ Դրանք մեր տղաներն են, դրանք մեր ընկերներն են, դրանք մարդիկ են, որոնք սահմանի վրա են կանգնած, որոնք պահում են այն, ինչ որ մենք ձեռք ենք բերել։ Սա առաջին եւ ամենակարևոր խնդիրն է։ Երկրորդը իրապես զարգացում է պետք անհրաժեշտ։ Զինվորը, որը կանգնած է սահմանին, միշտ երազում է, որ իր ընտանիքը տանը պակաս չունենա, կներեք ջերմության, սնունդի, հիմնական խնդիրների, սոցիալական պաշտպանության, հացի խնդիր չունենա։ Սա երևի երկրորդն է, որ խիստ անհրաժեշտ է մեր շատ եւ շատ ընտանիքներին, որոնք ցավոք այսօր այդ խնդրը ունեն։ Երրորդ խնդիրը սա արդեն երեխաների ապագան եւ զարգացումը։ Պետք է կարողանանք շանս տալ երիտասարդ սերնդին, այն երեխաներին, որոնք գալիս են երիտասարդ սերնդից հետո պատանիներին եւ երեխաներին, այդ հնարավորությունը տալ, ապագայի տեսլականը տալ եւ այդ ապագան կառուցելու հնարավորությունը պետք է որ չթողնեն գնան։ Դա եւ կրթության ոլորտն է, դա եւ աշխատատեղերի խնդիրն է, դա եւ բազմաթիվ այլ հիմնահարցեր են։ Եվ գիտեք, կա մի 2-3 խնդիր, որը որ իսկապես ցանկանում ես, ես չեմ ուզում ասել կոռուպցիայի կամ բանի մասին, որոնք կան, որոնք ասես խեղդում են շատ հաճախ հանրային կյանքը, բայց ազնվությունը ավելի շատ պետք է։ Երկրում ազնվություն, որպեսզի մարդիկ մեկը մեկի դեմքին շիտակ նայեն։ Այդ ազնվությունն է, որ թույլ է տալու մարդու ըմբռնումով մոտենալ։ Երբ որ մարդը զգում է, որ այո, խնդիր կա, բայց իր հետ բաց սպարս խոսում են այդ խնդրի մասին եւ կիսում են այդ ծանրությունը, այս դեպքում մարդը պատրաստ է տանել։ Մարդը պատրաստ է տանել դժվարությունները, ես համոզված եմ դրա մեջ։ Մենք պատրաստ ենք այդ բաց ճակատով։ Ցավոք ոչ, հաճախ մենք պատրաստ չենք եւ ցավոք հաճախ բաց ճակատով չի խոսվում մարդկանց հետ, բայց միայն խոսքերը բավարար չեն, անհրաժեշտ է
համարժեքորեն կրել։ Հասկանալի է, մեկը ավելի հարուստ է, մեկը ավելի չունևոր է, մեկը ավելի պաշտոնյա է, գիտեք, մեկը ավելի պաշտպանված է, մեկը քիչ է պաշտպանված, բայց կա մի սահման, որտեղից այն կողմ բոլորը պետք է կրեն իրենց խնդիրների իրենց չափը։ Ահա սա է միգուցե մեզ պակասում։ Բարոյականության գուցե ինչ-որ մի սահման։ Բարոյականության սահման կա, ես դժվարանում եմ հայերեն բառը գտնել, ռուսերեն մի խոսք կա, ասում է «сопереживание»։ Դու պետք է կարողանաս մարդկանց հետ։ Կարեկցանքն է գուցե։ Մի կարեկցանքը չի դա, ավելի շուտ լինել այդ մարդու մաշկի մեջ մտնելու ունակությունը պետք է լինի, որը որ անհրաժեշտ է։ Իսկ իսկապես լինի անվտանգություն պետք է լինի, բարեկեցություն պետք է լինի, ուրախություն պետք է լինի, ծերը եւ երեխան չպետք է վատ լինեն։ Զինվորը պետք է անվտանգ լինի։ Մարդկանց մեջ պետք է բաց եւ լավ հարաբերություններ լինեն եւ իսկապես երեխաների համար պետք է տալ այն հնարավորությունը, որ նրանք չմտածեն վաղը ինչ, վաղվա օրվա միայն հացի մասին մտածեն, իսկ վաղը չեմ այսօր ինչպես զարգանալ։ Սա է, դե դրա համար իհարկե պետք է աշխատել, դա շատ բարդ է, դժվար է, անհրաժեշտ է։ Այլ տարբերակ չկա, կյանքը ինքը պայքար եւ աշխատանք է, պայքար, սեր եւ աշխատանք։ Սիրոց է բխում ամեն ինչ, իսկ պայքարն ու սերը, պայքարը եւ աշխատանքը դա ուղեկցում է մարդուն եւ դա այդպես անհրաժեշտ է։ Այո, Լիլիթը հայ կնոջ երջանկության բանաձև կա ձեզ համար գոյություն ունի։ Ընդհանրապես կնոջ երջանկության բանաձևը ո՞րն է։ Հայ կնոջ երջանկությունը դա սերն է, ընտանիքում ամուսնու սերը, երեխաների սերը։ Դա է։ Այո։ Միայն։ Այո։ Լեոն, դու քեզ երջանիկ զգում ես։ Այո։ Արամ դու։ Այո։ Պարոն Շահգելդյան, դուք։ Ես ինձ երջանիկ զգում եմ, այո։ Իրապես ես ինձ երջանիկ եմ զգում։ Եվ որն է երջանկության ձեր բանաձևը։ Բարդ հարց եք տալիս։ Դա երևի մի կողմից զգացողություն է, որը ռացիոնալ վերլուծության դժվար է ենթարկում։ Ես ինքս շատ դժվարությամբ կպատասխանեմ հարցին։ Իրականում, բայց դե սպարտավոր եմ դժվար հարցերի պատասխանը, դա իմ պարտականությունն է։ Երջանիկ ես այն ժամանակ, երբ որ կողքդ մարդիկ իրենց լավ են զգում կամ խնդիրները քիչ են, ես միշտ երբ որ ցանկանում եմ երիտասարդներին, ցանկանում եմ մի բան, որպեսզի խնդիրները կան, երբեք չեն կարող չլինել, բայց դրանց լուրջ խնդիրները իրենց կողքով անցնեն։ Երջանիկ ես լինում, երբ որ ժպիտ ես տեսնում, երջանիկ ես լինում, երբ որ քո ընտանիքը լավն է, երբ որ քո հարազատները եւ քո ժողովուրդը, ես պատահական չեմ ասում, անվտանգության մեջ են, երբ որ դու զգում ես, որ մարդիկ հանգիստ են հոգով, մարդիկ կարողանում են հասնել նրան ինչ որ ցանկանան, շատ մեծ բաներ չէ, բայց տարական մարդկային անհրաժեշտություններին կարողանում են հասկանալ։ Երևի սա է երջանկությունը, իսկ ավելի լայն շատ դժվար է բացատրել, դա ոչ միայն ռացիոնալ է, այլև էմոցիոնալ, զգացմունքային, դա ենթագիտակցություն է նաև, լինում է չէ, մեկ-մեկ զարթնում եք եւ զգում եք, որ երջանիկ եք։ Ինչ որ բանի սպասում կա, բայց դուք չեք կարողանում հասկանալ դա ինչ է։ Շոշափելի չէ, այո։ Շոշափելի չէ, դա ուրիշ այլ աշխարհ ոլորտներում է, այլ ոլորտներում է, այո։ Լավ, 2015-ից ինչ ակնկալիքներ ունեք։ Լիլիթ, դուք։ Քանի որ տարին նոր է սկսվել, ծրագրեր, ինչ որ երազանքներ, ակնկալիքներ կան։ Առաջին ոչ, երեխաները փոքր են, ամեն մի երազանք կապված է ճիշտ ասած ինձ համար երեխաների հետ։ Երեխաները փոքր են, ես ուզում եմ որ նրանք առողջ լինեն, դա արդեն մեծ բան կլինի ինձ համար։ Արդեն ամեն բան լավ կլինի, այո։ Եթե երեխաներն առողջ են, տանն ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ, ուրեմն լավ է։ Տանը համերաշխություն, սեր, երջանկություն, իսկ առողջությունը պետք է պահպանենք։ Այո, կնոջ էլ դրանից ավելին չէ պետք։ Արամ, դու 2015-ից ինչ ես ուզում։ Դպրոցի հետ կապված դասերիդ, ինչ որ երազանքներ կան։ Չգիտես։ Նորմալ է, որ չգիտես։ Ես էլ չգիտեմ ինչ եմ ուզում, գիտես։ Որովհետև մարդը այդպեսի մի ինչ որ արարած է, ինքն էլ չգիտի ինչ է ուզում, բայց ինչ որ բաներ ուզում է։ Լեոն, դու ինչ ես ուզում։ 4-րդ գովասանագիրը դպրոցից։ Ախ։ Պարոն Շահգելդյան, դուք ինչ ակնկալիքներ ունեք 2015-ից, որպես մարդ քաղաքացի։ Իրեք ինձ թվում է, ինձ թվում է, որ բավականաչափ հետաքրքիր տարի կլինի, իրապես, որպես ես քանի որ քաղաքականության մեջ եմ անդադ, կարծում եմ ակտիվ տարի կլինի քաղաքականապես ակտիվ տարի կլինի։ Իսկ եթե մոռանանք քաղաքականությունը։ Եթե մոռանանք քաղաքականությունը, առաջի հերթին իհարկե ցանկանում եմ, որպեսզի իմ հարազատները, իմ բարեկամները, իմ ընկերները իսկապես առողջ լինեն,
բարվոք վիճակում լինեն եւ ցանկանում եմ որպեսզի գիտեք այս տարվա ընթացքում նրանք զարգացում տեսնեն ինչ որ մի բան ավելանա իրենց կյանքում ինչ որ մի բան ասենք քարի վրա դրվի այսպես սիմվոլիկ եթե ասենք քարի վրա դրվի լինան ձեռքբերումներ իսկապես երեխաների համար մեծահասակների համար ինչպիսին կլինի տարին դեռևս կտեսնենք անորոշություններ կան իհարկե բայց նաև զարգացումներ պետք է լինեն ընդհանրապես եւ հասարակական առումով բայց կարծում եմ որ զարգացումներ կլինեն եւ շատ հետաքրքիր կլինեն եւ երկրորդը մենք ուղղակի պետք է նաև տեսնենք եւ հասկանանք թե վերջո այս մեր ընկերները որ գնում են երկրից մինչեւ քանի հոգի կմնան եւ փորձենք հետ բերել նաև Քիչ է Ստացվի արդյոք մեզ Տա Աստված ես ինքս ոչ այսպես վերացական լավատես եմ ոչ սև վատատես ես ինքս միշտ իրատես եմ եղել Եվ ձեր իրատեսությունը ինչ է ասում ձեզ Եվ իմ իրատեսությունն ասում է որ ջանքերի դեպքում այո դա հնարավորություն կլինի Մենք 2014-ին չարեցինք այդ ջանքերը եւ ճիքերը չգործադրեցինք արդյոք Գիտեք ճիքեր էլ կային սակայն կար եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ այսօրվա իրավիճակի հետ կապված Մա 2015-ում իրավիճակը մի քիչ այլ է տեսեք ավելի եթե մի քիչ լայն խոսենք մարդը պետք է ես նոր խոսում եմ երիտասարդների համար տրվող հնարավորություններից հնարավորություններ միշտ լինում են միշտ տարբեր ոլորտներում մի քիչ շատ մարդու համար են լինում ուղղակի պետք է մարդը ունենա այդ եռանդը ունենա աջակցություն այդ հնարավորություններից ընդունելու հավատը վստահությունը միանշանակ տեսնում ես մարդկանց որ ասում է գիտես ինչ հավատս կորցրել եմ անկում ունի ոգու անկում ունի ասում եմ եղբայր եկեք ոչ հաջողությունների դեպքում շատ այսպես այնպես լինի որ կարծես թե գետնի վրա չեք քայլում օդում ենք քայլում ոչ էլ անհաջողությունների դեպքում հոգևոր անկում ունենանք եւ ընկնենք գետնին սա ոչ մեկը պետք չի մարդու անհրաժեշտ է այն հավասարակշիռ վիճակը սթափ տեսնելու եւ իրականացնելու համար հիմա օրինակ մանր մենք բազմաթիվ մանր բիզնեսմեններ ունենք, մարդիկ չարչարվում են, ինչ որ աջակցություն եթե լինի, նրանք վաղը տեսնում մի քիչ ավելի լավ է ստացվում, սրանցից յուրաքանչյուրը մարդիկ ավելի հոգու վերելք կունենան։ Մի փոքր հայ մարդը այնպիսին է, որ նաև իր զգացմունքային աշխարհում, որ փոքր բանից ուրախանում է, կարողանում է հասկանալ, մի քիչ անկումային տրամադրություն է ունենում, բայց երբ որ տեսնում է ապագան, տեսնում է ինչ կարող է անել իր երեխայի, իր ընտանիքի համար, նա ավելի մի քայլ ավելի առաջ է գնում։ Մեր ժողովուրդը ստեղծարար է, արարող է, մեծ կամ փոքր չափով։ Մարդիկ ուզում են ինչ-որ մի բան անեն, պատահական չէ, որ ասում են շինարար ենք։ Շինարար դա միայն այսպես ֆիզիկապես տուն սարքելը չէ, ավելացնել է ինչ-որ բանին, մի քարին քար ավելացնեն։ Սրանք ահա մարդկանց այս հոգևոր աջակցությունն է նաև պետք, ուրախությունն է պետք, ուրախ րոպեներ է պետք ստեղծել, ձևավորել, ահա սա է։ Փորձենք մի քիչ մարդկանց հոգևոր աջակցել, փորձենք կողքներին կանգնել, երիտասարդին կողքին կանգնել, ասել գիտես ինչ, ես քեզնից, ասենք նույն ուսանողին 2 տարի մեծ եմ, ես իմ առաքելությունը տեսնում քո համար լույս վառելու համար։ Ոչ թե ձեռքիցդ քաշտալով չեմ տանելու, բայց լույսը փորձել, այդ մեկը փորձելու եմ անել։ Անկում պետք չի մտածել վաղը ինչ կլինի, դիր պլանավորի եւ գնա առաջ, ես քո կողքը կանգնած եմ, ինչով կարող եմ ձեզ քեզ կօգնեմ։ Ահա ես կարծում եմ այս փիլիսոփայությունն է մեզ պետք։ Այս փիլիսոփայությունը մեզ պետք եւ հատկապես այն մարդկանց, որոնք որոշում են ընդունում, այն մարդկանց, որոնք ունեն այդ հնարավորությունը, եկեք կանգնենք կողքներին, կանգնենք մեկս մեկիս կողքին, հատկապես նրանց, ով որ այդ ընթացքում հոգեվոր անկում ունի, կամ ընդհանրապես թույլ է, դժվար է, դժբախտության մեջ է, այստեղ եսը պետք է խոսեմ, այստեղ հոգեվորականը պետք է խոսի, որը պետք է մարդու, ինչ է, հոգուն սատար կանգնի, այստեղ պետք է խոսի նաև ավելի ունևոր մարդը, որը մյուսին պետք է թեկուզ ասի, գիտես ինչ, ես ստացվել եմ, դու էլ արա, ինչ է եղել, կանգնենք մեկս մեկիս կողքին։ Լավ, սա փիլիսոփայություն է, սա շատ բարդ բան է, անելը դժվար է, կարծում եմ, չէ, այդպես չի։ Ինչու, ամեն մեկը թողանի, ամեն մեկը,
յուրաքանչյուրը եթե վերցնում է, ես չեմ ասում, որ մենք հրեշտակներ ենք կամ միշտ ճիշտ ենք անում, չէ, երբեմն ինքներս էլ քիչ ենք ձեռք մեկնում, չի ստացվում, ուշ է, չես հասցնում խնդիրներ կան, բայց ամեն մեկս փորձենք այս ոճով աշխատել, ամեն մեկը։ Մեր տեղում, այո։ Եվ ես կարծում եմ շատ բան հնարավոր կլինի փոխել։ Այո, Լիլիթ, համաձայն եք։ Այո։ Դուք եք այդ կարծիքին։ Այո։ Որ մեկս մյուսին օգնելով։ Անպայման պետք է օգնենք։ Դուք այդպես էլ հենց ապրում եք ձեր ընտանիքում։ Ընտանիքում մեկը մյուսին օգնելով, այո, աջակցելով։ Օգնում ենք, աջակցում ենք, սիրում ենք։ Եվ դա օգնում է, չէ՞, երջանիկ լինել։ Եվ քեզ լավ զգալ այն մթնոլորտում, որտեղ դու ապրում ես։ Դա այդպես է։ Պարոն Շագելյան, եւ ձեր մաղթանքը մեր հայրենակիցներին։ Իսկապես նորից կուզեի առաջի հերթին անվտանգություն եւ խաղաղություն մաղթել։ Երկրորդը իհարկե մաղթել ուժ, կորով, հոգու եռանդ, ընտանիքներին լույս, երեխաների ծնունդ, մարդիկ, որոնք մեծահասակ են, նրանց հոգու խաղաղություն, երբ որ նրանք որպեսզի տեսնեն, որ իրենց ընտանիքում փոքր է եւ իրենց որդիները, իրենց թոռները եւ ծոռները լավ են, որովհետեւ այն լավ բաները, որ կա, մենք մեր ծնողներից ենք ժառանգել, մեր պապերից ենք ժառանգել, այսօր Աստված տա կարողանանք փոխանցել։ Ես ցանկանում եմ, որպեսզի քիչ մարդիկ գնան օտարափերում իրենց գտնեն, ցանկանում եմ, որպեսզի երիտասարդների մեջ վստահությունը ավելի շատ լինի։ Աստորեն այն Ինչը դուք ասում եք 15-ից ակնկալում եք, այդ էլ Այո, դա է, բարեմաղթանքներն են եւ իմ ակնկալիքները։ Երևի ես պատահական չի, որ ես երկուսն էլ միավորված են։ Դա է կյանքը։ Այո, դա է կյանքը։ Եվ այդպեսին է մեր կյանքը, լավ եւ վատ օրերով, սակայն այսօր հին նոր տարին է, ես կրկին մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ ամանորի արդիվ ցանկանում, որ այս տարին լինի հավատի եւ հույսի տարի եւ միայն բարին թևածի մեր բոլորի տներում։ Իսկ ձեզ շատ շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Մենք ենք շնորհակալ եւ նաեւ ցանկանում ենք ձեզ եւ հեռուստաընկերությանը իրապես հաջողություններ։ Իմ տեղեկություններով այդ հաջողությունները գալիս են եւ շատ ավելի մարդիկ են դիտում, որպիսի դուք ձեր ուժ եւ հզորությունը որպես չորրորդ իշխանություն զգաք եւ իսկապես տաքասերակցության այն ինչը որ իսկապես արդեն այսօր ձեզնից ակնկալում են 2015 թվականի համար բազմաթիվ մարդիկ։ Շատ հաճելի է, ես առաջարկում եմ շնորհավորել միմյանց նոր տարվա կապակցությամբ եւ մաղթել ամենալավն ու բարին։ Խնդրեմ փոքրիկներ, կարող եք մեզ մոտենալ։ Շնորհավոր լինի։ Այսօր վերջի օրն է, որ կարող ենք շնորհավորել կարծես թե։ Շնորհավոր լինի, լավ լինեք ձեզ եւ ձեր ընտանիքին եւ բոլոր մեր ժողովրդի ընտանիքին Հայաստանում, Սփյուռքում, Արցախում, բոլոր նրանց ովքեր ապրում են այստեղ։ Լավ լինեք։ Շնորհավոր, շնորհավոր։